Արարատի մարզում խորթ մայրը դաժանաբար ծեծել է 1 տարեկան 2 ամսական երեխային։ Փոքրիկը կլինիկական մահ ախտորոշմամբ տեղափոխվել է Արաբկիր բժշկական կենտրոն։ Հիվանդանոցի մամուլի քարտուղար Տիգրանուհի Հարությունյանը Նյուզեեմին հայտնել է, որ փոքրիկը այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում բժիշկների հսկողության տակ։ Թեև բժիշկներին հաջողվել է վերականգնել երեխայի սրտի աշխատանքը, նրա վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։ Ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ նախաքննության շրջանակներում 1 մարդ հավանաբար երեխայի խորթ մայրը արդեն ձերբակալվել է։ Հայաստանի Հանրապետության նոր սահմանադրության նախագծի տեքստն արդեն պատրաստ է։ Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի նիստում հայտարարել է Սրփուհի Գալյանը։ Տեքստը նախատեսվում է քննարկել քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության նիստում, նաև համանուն խորհրդարանական խմբակցությունում։ Թե երբ կհրապարակվի այն, նախարարը չի նշել, կախված է քննարկումներից։ Ըստ Գալյանի, իրենք փորձել են ավելի ապակենտրոնացնել իշխանության թևերն ու բալանսավորել, օրինակ վերահսկողության մեխանիզմներ տրամադրելով ազգային ժողովին վարչապետի գործունեության նկատմամբ։ Դատական իշխանության հետ կապված նախատեսելու են երթվյալ ատենակալների ինստիտուտի հնարավորություն։ Ամենաուշագրավ կետին անկախության հռչակագրին Գալյանը սակայն չի անդրադարձել։ Ընդամենը օրեր առաջ էլ Նիկոլ Փաշինյանն էր հայտարարել, թե սահմանադրության մեջ անկախության հռչակագրին հղում պետք է չլինի, որովհետև ըստ նրա անկախության հռչակագիրը կառուցված է կոնֆլիկտի տրամաբանության վրա։ Ադրբեջանական բանտապահներն ընդհատել են Ռուբեն Վարդանյանի հեռախոսազրույցը ընտանիքի հետ, երբ նա հրապարակային կոչով դիմել է Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևային։ Ինչու՞։ Ես պարզապես չեմ կարողանում զանգահարել Ադրբեջանի օմբուդսմենին։ Խնդրում եմ, շարունակենք։ Վարդանյանը նշել է, որ չնայած 2023 թվականի հոկտեմբերին ՄԻՊ-ը անձամբ էր տվել իր հեռախոսահամարը, վերջին 10 օրվա ընթացքում ոչ փաստաբանների, ոչ գրավոր դիմումների միջոցով նրան չի հաջողվել կապ հաստատել օմբուդսմենի հետ։ Վարդանյանը հրատապ հանդիպում է խնդրել, նշելով, որ նա միակ հանրային ինստիտուտի ղեկավարն է, որին կարող է դիմել։ Ես արդեն 1 ամիս է չեմ կարողանում ստանալ դատավճիռը, ոչ ռուսերեն, ոչ հայերեն, ոչ ադրբեջաներեն։ Ես չգիտեմ, թե ինչի համար են ինձ դատապարտել եւ որ հոդվածներով։ Ես խնդրում եմ ձեզ հետ հանդիպում, որպեսզի հնարավորություն ունենամ այս ամենը քննարկել, որովհետեւ ցավոք Կարմիր խաչը հեռացել է։ Այստեղ չկա որևէ այլ կառույց, որը կարող է մեզ հետ կապի մեջ լինել։ Իսկ Հայաստանի կառավարությունն այստեղ չունի այլ ներկայացուցչություն եւ զբաղված է ներկրումներով։ Այս խոսքերից հետո ադրբեջանցի բանտապահները անջատել են հեռախոսակապն ու Վարդանյանին թույլ չեն տվել ավարտել խոսքը։ Հեռախոսազրույցի այս հատվածը հրապարակել է նրա ընտանիքը։ 24 ժամից ավելի հոսանքազրկվել է Հայաստանի առաջին նախագահի առանձնատունը եւ գրասենյակը, ըստ Լևոն Տեր-Պետրոսյանի գրասենյակի հայտարարության, նախագահի թիկնազորի տասնյակ զանգերին հեծից պատասխանել են 1 ժամից կմիացնենք, անցել են տասնյակ 1 ժամեր, բայց այդպես էլ մինչ այժմ ոչինչ չի փոխվել։ Մինչդեռ առանձնատան շրջակայքի գրեթե բոլոր տներն ու շինությունները ողողված են լույսով, նշվում է հայտարարությունում եւ շեշտվում, մեջբերում հոսանքազրկումը հաստատաբար տեղի է ունեցել իշխանության վերին օղակներից մեկի հրահանգով։ Մեջբերման ավարտը։ Իրանը կկռվի, մինչև Թրամփը հասկանա, որ այս հակամարտությունը սխալ է եւ անօրինական, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ Նա շեշտել է, որ երկիրը երբեք չի խնդրել հրադադար կամ բանակցություններ վարել։ Արաղչու խոսքով Իրանը պատրաստ է կռվել այնքան ժամանակ, որքան կպահանջվի։ Այստեղ ոչ ոք չի հաղթի, ասել է նախարարը։ Իսրայելի ռազմաօդային ուժերը շարունակում են Իրանում հայտնաբերել եւ հարվածել Բասիջ խմբավորման զինյալներին։ Եվրամիության անդամ երկրները քննարկելու են, թե ինչ կարող է անել եվրոպական կողմը բաց պահելու Հորմուզի նեղուցը։ Բրյուսելում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։ Նրա խոսքով իրենց շահերից է բխում նեղուցի բաց լինելը եւ այդ պատճառով պետք է գործողություններ ձեռնարկեն։ Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակը հայտարարել է, որ Իսրայելը տեղեկություն չունի Իրանի նոր հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեիի գտնվելու վայրի մասին, սակայն նախազգուշացրել է, որ Իսրայելի համար սպառնալիք ներկայացնող յուրաքանչյուր ոք կոչնչացվի։
חיזבאללה בלבנון הוא חלק מכוח קודס והוא פועל... Նրա օրյունը կլինի իր գլխին, մենք կհարվածենք նրան, շեշտել է խոսնակը, նշելով, որ Իսրայելի թիրախների թիվն ամեն օր ավելանում է։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ռազմական առումով Միացյալ Նահանգներն արդեն ըստ էության հաղթել է Իրանին։ Ըստ նրա, իրանական օդուժը, նավատորմը եւ հակաօդային պաշտպանության համակարգերն ամբողջությամբ շարքից դուրս են բերվել, իսկ երկրի ղեկավարությունը մի քանի անգամ հայտնվել է հարվածների թիրախում։ Թրամփը նշել է, որ Իրանն այլևս չունի գործող հակաօդային պաշտպանություն եւ չի կարող լուրջ դիմադրություն ցույց տալ։ Мы видели действительно это подобные сообщения. Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը անդրադարձել է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակին եւ ռուս-իրանական հարաբերություններին։ Ըստ նրա, Դոնալդ Թրամփի վերջին հայտարարությունները Վլադիմիր Զելենսկուն փաստում են, որ հակամարտության կարգավորումն արգելակում է հենց պաշտոնական Կիևը։ Նա նշել է, որ թե բանակցությունների նոր փուլի տեղն ու ժամը դեռ համաձայնեցված չեն, դա հնարավոր կլինի տեսանելի ապագայում։ Ռուսաստանը հայտարարել է, որ բաց է խաղաղ գործընթացի համար եւ սպասում է քննարկումների շարունակությանը։ Пойти на сделку. Պեսկովը հրաժարվել է մեկնաբանել Քուվեյթյան մամուլի տարածած այն լուրերը, թե Իրանի նոր առաջնորդը բուժման նպատակով մեկնել է Մոսկվա։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մոջթաբա Խոմենեին վիրավորվել է։ Механизма, который будет Միացյալ Նահանգները դեռևս չի պարզաբանել, թե ինչ նկատի ուներ նախագահ Դոնալդ Թրամփը միջուկային փորձարկումների վերսկսման հրամանը տալով։ Հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ 2025 թվականի հոկտեմբերին Ամերիկայի նախագահը պաշտպանության նախարարին տվեց միջուկային փորձարկումների վերսկսման վերաբերյալ հրապարակային հրաման։ Մինչև օրս ամերիկյան կողմը հստակ բացատրություն չի տվել, թե ինչ նկատի ուներ։ Ասել է Լավրովը Մոսկվայի միջուկային զենքի տարածման վերաբերյալ համաժողովի մասնակիցներին ուղղված տեսաուղերձում։ Թայլանդական հեռուստաալիքներից մեկի ուղիղ եթերում հաղորդավարներն անսպասելի քայլի են դիմել, հանելով իրենց բաճկոնները հենց հաղորդման ժամանակ։ Այս յուրօրինակ քայլը պատասխան էր երկրի իշխանությունների վերջին կոչին։ Նավթի գների կտրուկ աճի ֆոնին կառավարությունը հորդորել է բնակչությանը հնարավորինս խնայել էլեկտրաէներգիան եւ անջատել օդորակիչները։ Հեռուստահաղորդավարները որոշել են սեփական օրինակով ցույց տալ, թե ինչպես կարելի է դիմակայել շոկին առանց հավելյալ էներգիա ծախսելու։